Բարևձեզ Ֆակտոր TV հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է, ողջույն, պարոն Եղոյան։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարեց, մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, շատ չմոտենալու Եվրոպական միությանը, մենք դա թույլ չենք տա եւ կոժանդակենք, աներկբա հայտարարում են, որ եթե Ռուսաստանը փակի շուկան Հայաստանի արտադրանքի համար Եվրամիությունը կբացի դուռը հայկական ապրանքների առաջ Եվրամիության 450 միլիոն սպառողների շուկայում, ինչ է սա նշանակելու գործնականում։ Գործնականում արդեն իսկ հայտարարվեց, որ Եվրահանձնաժողովը անդամ պետություններին է ներկայացրել Հայաստանին ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու Այս քիչ անց կասեմ դա ինչա նախագիծ, սա բացառիկ գործիք է, որը Եվրամիությունը կիրառում է երրորդ երկրների նկատմամբ, երրորդ երկիր ասելով մենք հասկանում ենք Եվրամիության անդամ չհանդիսացող երկիր, այդ երկրները կոչվում են երրորդ երկիր, երրորդ երկրների համար առավել եւս ասոցիացիան եւ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող երկրի համար եւ գործիքի իմաստը հետեւյալն է, որ տվյալ պետության ապրանքները առանց մաքսատուրքի, առանց քվոտաների եւ առանց այլ ուրեմն իրենց համար իրենց շուկան պաշտպանելու համար ստեղծված նորմերի գիտեք, տարբեր բարիերներ կան երրորդ երկրների համար գոյություն են բազմաթիվ տարիֆային բարիերներ, առանց որևէ տարիֆային բարիերի կարող է գնալ Եվրամիությունում սպառվել։ Սա շատ կարևոր բան է, այսինքն ավելի պարզ ասած ստացվում է, որ մենք ունենում ենք մոտավորապես նույնը, ինչ ունի ազատ առևտրի համաձայնագիր ունեցող պետությունը։ Հիմա մենք էլի կմանրամասնենք, զուտ ավելացնեմ, ասում էր նաև Հայաստանի Եվրամիության առևտրի 80%-ը ներողություն չի լինի մաքսատուրքերով, կարող ենք վերաղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա եւ դրանք ուղարկել Եվրամիության միասնական շուկա 450 միլիոն սպառողները, այս միջոցը կբացի Եվրոպայի դռներ Հայաստանի համարյա 99% թարմ գյուղմթերքի, 90% խմիչքների, ոգելիչ խմիչքների արտանման համար եւ սա սկիզբն է, այսինքն մոտ ապագայում հայկական այս ապրանքները ուղղորդվելու են Եվրամիության շուկա, պարոն Եղոյան։ Այո, ոչ միայն Եվրամիության, հնարավորություն կա։ Չէ, մենք խոսում ենք ԵՄ շուկայի մասին, այսինքն նկատում հնարավոր, չէ, դուք ասում եք ապրանքները ուղղորդվելու են, ասիական շուկաներն են ուղղորդվելու։ Չէ, ես հասկացա։ Ուղղակի Եվրամիության շուկա չէին կարող ուղղորդվել մինչև հիմա։ Հիմա կարող են ուղղորդվել եւ կա այդ հնարավորությունը։ Ես ամեն դեպքում սոցցանցերում նաեւ շփոթ հանդիպեցի, մարդիկ ընկալել են, որ քանի դեռ Ռուսաստանը ամբողջությամբ չի փակել հայկական ապրանքների համարի շուկան, այս գործիքները չեն կիրառվել։ Չէ, արդեն իսկ ներկայացել է Եվրահանձնաժողովը այդ նախագիծը, Եվրամիությունը մի քիչ որոշումները բյուրոկրատական աստիճաններ կան, մի քանի ինստիտուտներ կան, Եվրահանձնաժողովն է պատասխանատու առևտրի համար, Եվրահանձնաժողովն է բանակցում առևտրային հարցերով երրորդ պետությունների հետ, Եվրահանձնաժողովը, այսինքն Եվրամիության կառավարությունը ավելի պարզ ասած կազմում է նախագիծ, ներկայացնում է ԵՄ նախարարների խորհրդի հաստատմանը, իրենք արդեն դա արել են, ներկայացնել են ԵՄ նախարարների խորհրդի հաստատելուց հետո դա մտնում է ուժի մեջ այն ցանկ ապրանքների համար, որի մասին 80% ասած։ Այո, որի մասին որ Տիկին ֆոն դեր Լայենը խոսեց։ Զուտ պարզաբանման համար։ Այսինքն ԵՄ-ն չի ասում, քանի դեռ Ռուսաստանը ձեր ապրանքների համարի շուկան չի փակել, մենք դրանք չենք ընդունում։ Սպասենք փակի, նոր կընդունենք։ Այդպես չի, այսինքն անկախ Ռուսաստանի վարքագծից, չէ, անկախ Ռուսաստանի արդեն իսկ արկա խնդիրներով պայմանավորված, չէ, արդեն բազմաթիվ ապրանքների համար փակվել է։ Ձեր ասածը տեղի ունեցել արդեն փակվել է եւ դրանով պայմանավորված է այս քայլը։ Ռուսաստանն արդեն փակել է շուկան հայկական որոշ ապրանք, բայց նես չի որ դնում հատ ապրանք են, էլի նայում ընդհանուր ցանկը հիմա երբ նախարարների խորհուրդը հաստատի եւ փակվածների համար, եւ չփակվածների համար, եւ չգիտեմ նորմեն համապատասխան, չէ, նկատեմ խնդիրներ, այսպես ասած, ունեցողները ռուսական կողմի պնդումներով եւ չունեցողները, այսինքն այնպես չի որ նայում են ցանկով այնտեղ որ ապրանքը խնդիր ունի, այդ ապրանքի համար են։ Չէ, սա
կարելի ասել, եթե ոչ ստանդարտ, բայց շատ բան ցուցակա։ Մոտավորապես GSP+-ի ապրանքների այն ժամանակվա այդ ցանկն է պլյուս մինուս, այնտեղ կարող են լինել կարծեմ այն մեկում գյուղատնտեսականները չկային, այս մեկում արդեն պետքա լինեն, որտեղ գյուղատնտեսական ապրանքները ամենապաշտպանված ապրանքներից մեկն են Եվրոպական միությունում, որովհետև դա շատ զգայուն հարց է քաղաքական մակարդակում, որտեղ իրանք էլ են գյուղատնտեսական ապրանքներ արտադրում եւ իրանք ֆերմերները շատ բան են նայում այդ հարցին, շատ այսպես ոչ թե խանդով, այլ իրանք հայելի ուզում են իրանք սպարվի, նոր ուրիշից ապրանք գնվի, բայց մեր ծավալը չեմ կարծում, որ նման որևէ խնդիր է դա հարուցի։ Երրորդ անգամ նույն հարցը տամ, որովհետև ես այնքան կասկածների եմ հանդիպել, այսինքն Եվրամիության Եվրոպական հանձնաժողովը ասած 80%-ը մաքսատուրքերով չի լինի, այսինքն այս նշյալ ապրանքները արդեն իսկ կարող են այդ որոշման ընդունումից հետո ուղղորդվել Եվրամիություն եւ պարտադիր չի, այսպես ասենք, Ռուսաստան արգելքներ մտցնի դրանից հետո, այսինքն այս որոշումը հիմա է ուժի մեջ մտնելու որոշում կայացնելուց հետո, այո, եւ բացվելու է հայկական ապրանքների տեղի կունենա ռուսական ուղղությամբ, անկախ նրանից այնտեղ ինչ տեղի կունենա, ավելին այնտեղ կարող է եւ դրական փոփոխություններ լինեն, բայց էլի դրական լինի, բացասական լինի, նույնը մնա, այս որոշումը արդեն իսկ ներկայացված է նախարարների խորհրդի դատին։ Հա, սա շատ կարևոր է, որովհետև ասում են դե ստացվում է, որ այսպես ինչ որ գեոպոլիտիկ բախման ինտրիգը չեմ հասկանում։ Ինտրիգը այն էր, որ ասում են նույնիսկ եթե մենակ փակվածների համար է, էլի լավ է։ Եթե ձեր ասածով տեսեք, ռիսկերի կառավարման առումով այո, բայց կստացվի, ասում են ձեր ապրանքները կգան այն դեպքում, եթե Ռուսաստանը դրան կարգելի, այդպես չի, ասածս դա։ Անվանական ոչ, բայց երևույթը դրա հետ է պայման։ Անվանական ոչ, այնպես չի, որ ծիրան արգելվի, ծիրանը կգա, գինին արգելվի, գինին կգա, ծաղիկ արգելվի, ծաղիկը կգա, ոչ, այդպես չի, բայց քանի որ այնտեղ կան մի շարք խնդիրներ, այստեղ բացվում են մի շարք հնարավորություններ։ Այսինքն դա արդեն եղել է խնդիրը, արդեն հնարավորությունը բացվել է։ Հասկացա։ Էլ նես չի որ սպասենք տեսնենք վաղը էլ ինչ խնդիր կծագի։ Վաղվա ծագելիք խնդրի համար էլ է այս միջոցառումը արդեն իսկ նախատեսվում, անկախ նրանից այդ խնդիրը կծագի թե չի ծագի։ Հա, սա շատ կարևոր բարձաբանում էր, ես որ որոշակի կասկածամտություն հանդիպեցի։ Դա այդ ցանկը շատ մեծ է, ցանկը շատ մեծ է, քանի հազար կարծեմ 6000 քանի ապրանք էր, որոնցից մենք օգտվում էինք այն ժամանակ մի 300-400 անուն ապրանքներ, շատ մեծ ծավալով արտահանվում, հիմա էլի ենթադրում եմ այդ նույնը պետք է լինի։ Հիմա ես թվում է կրիտիկականը գյուղատնտեսական նշանակության ապրանքներ։ Հիմա բայց բացվում է դաշտը։ Հիմա բայց դաշտը բացվում է այն ժամանակա տեքստիլն են շատ մեծ բան զբաղեցնում, տեքստիլը շատ կարևոր է։ Էլի կային մի քանի ապրանքատեսակներ։ Այսինքն Եմեն Հայաստանի համար բացելով իր շուկան, ասում է դուք ունեք այլընտրանք, եթե այնտեղ խնդիրներ եք հանդիպում կամ չեք հանդիպում, կարող եք ձեր ապրանքը բերել մեր շուկա։ Այո, մոտավորապես այն ինչ իրենք արեցին 2008-9 թվականներին Վրաստանի եւ Մոլդովայի համար։ Սա մոտավորապես նույնն է, որոնք այն ժամանակ չունեին դեռ ասոցիացիան համաձայնագիր, ազատ առևտրի համաձայնագիր չունեին։ Բայց այնուամենայնիվ Եմեն այն ժամանակ հիշում եք որ վրացական գինիները, մոլդովական գինիները արգելվեցին, կհիշեք 16 տարի առաջ Եվրոպական միությունը բացեց այդ առանց այն երկար բարակ այդ ստանդարտների մասին բանակցությունների բանի, բայց դա չի նշանակում որ մենք այդ խոսակցությունից խուսափելու ենք։ Սա ժամանակավոր միջոցառում է, հրատապ միջոցառում է, մինչև մենք ժամանակավոր խնդիրները լուծենք, ժամանակավոր միջոցառում է, ժամանակավոր խնդիրների համար։ Մենք այս ժամանակը պետքա նաև օգտագործենք այդ ստանդարտիզացիային հասնելու համար, որ վաղը երբ որ ասենք այս միջոցառումները չլինեն, մենք արդեն անկախ քաղաքական հայցողությունից բարձր որակի ապրանքը կարողանանք հանգիստ տանել եւ շատ լավ, այս մասը ամփոփելով Եմեն բացում է շուկան հայկական ապրանքների համար, անկախ նրանից Ռուսաստանում կլինեն խնդիրներ, թե չեն լինի, բարձ հայերեն այո, բայց այն վերապահումով, որ դա տեղի ունեցել խնդիրների բերումով։ Դա ուղղակի մենք տպավորություն թե չի եղել է խնդիր, դա համար է բացում։ Այս պահից սկսած հետոյի խնդիրներին էլ չի նայելու, նայում է անցածի խնդիրներին։ Մայիս, հունիս ամսվա խնդիրների հետևանքով այսօր հիմա բացում է։
Շատ լավ, իսկ քաղաքական առումով սա ինչ նշանակություն ունի։ Դե քաղաքական առումով կարծում եմ սա նաև կարագացնի ընդհանրապես մեր ստանդարտիզացիայի process-ը, որտեվ գիտեք մարդիկ այդ այսպես եկեք ձևակերպեմ այդ հնարավորությունը որ տեսնեն մի բան է երբ որ դու մարդուն ասում ես դե դու ստանդարտիզացիան արա հետո կլինի հնարավորությունը հետո կգտնեք մի բան է երբ որ դու ասում ես մեկ գնա տես նայ ուսումնասիրի շուկան հենց մարդը հենց գտավ այդ ճանապարհը եւ դա արդյունավետ եղավ իր համար եւ իմանալով որ դա հավերժ բաց այս արտոնյալ պայմանները հավերժ չեն լինելու սա ժամանակավոր գործիք հա իմանալով որ այդ ճանապարհի համար մշտական բաց լինելու համար ինքը պետք է անցնի ստանդարտիզացիան ինքը վազելով կգնա այդ ներդրումները կանի կգտնի եթե ինքը իրան կոմֆորտ զգաց այդ շուկայում սա կարծում եմ քաղաքական կոմպոնենտը սրա օրինակ ես սա կնշեի որ մենք ակնառու իմաստացმა ցույց ենք տալիս թե դա ինչ հնարավորություն կարա իր համար ստեղծի առաջ եթե դա տեսական էր որ դու կարեք ներդրում հետո կգտնենք շուկա, հետո ձեր ներդրումը հետգնելիություն կունենա, կտանեք, իրանք էլ ասում են, բայց մենք ում հետ պետք է այնտեղ մրցակցենք։ Այսպես թե այնպես ռուսական շուկա մենք արդեն ունենք, դա մեկ, այսպես թե այնպես ունենք, եւ երկրորդն էլ այնտեղ մինչեւ մրցակցենք, այնտեղ խիստ է մրցակցությունը, ծախսա տարա, լոգիստիկ եւ այլ։ Հիմա սա լավ հնարավորություն է, որ իրանք ոնց որ այդ ռեկլամը տեսնեն, էլի կոպիտ ասած։ Չէ, հնարավորություն բացում է, այսինքն տնտեսվարողները կարող են արդեն գործընկերներ փնտրել, այստեղ երևի երկկողմ կապերի միանշանակ, որովհետև տեսեք, Եվրահանձնաժողովը հետագա հարցերով էլ չի զբաղվելու, այսինքն այն գետնի վրայի հարցերով, ինքը ընդհանուր թույլտվությունն է տալիս, որտեղ նշեցի, որ առևտրի հարցով բացառիկ բանակցելու իրավունք ունի Եվրահանձնաժողովը։ Եվրոպական միությունում իրենք են այդ հարցով միայն բանակցող։ Ինքը բանակցում է ինքը բանն է, կանոնն է սահմանում։ Գետնի վրա արդեն դու անդամ պետություններին պետք է գտնես քո հնարավորությունները։ Գործընկեր գտնես, ինքը առնի, դու տանես, դեսպանատների աշխատանքի կարողությունը։ Դեսպանատներ հիմա երկի տարբեր են, էլի շուկաները։ Հիմա նոր առիթով էլ ասեցի։ Հիմա պարզ է որ ասենք մեր կարմիր գինին կարող է Իտալիայում չկարողանա իտալական, իսպանական կարմիր գինու հետ մրցակցի, բայց Լեհաստանում կարա լավ սպառում ունենա։ Օրինակ եմ բերում, ասենք հյուսիսային Գերմանիայում նույնիսկ մեկ պետության մի քանի տարբեր ռեգիոնների մեջ կարող է տարբերություն լինի։ Կախված կլիմա, կախված մյուս էլի, նույնը բերքը, նույնը մյուսը հիմա հետաքրքիր վիճակում է Հայաստանը, ունի դե ֆակտո ազատ առևտրի ռեժիմ եւ ԵՏՄ-ում ստացվում է եւ ԵՄ-ում կունենա ինչ որ չափով։ Դե ԵՏՄ-ում դե ֆակտո չունի, ԵՏՄ-ում դե յուրե ունի, այնտեղ դե ֆակտո։ Չէ, այդպես երկու երնեկի կուզում, չէ, այնտեղ դե յուրե, այնտեղ դե ֆակտո։ Ամեն դեպքում երկու աթոռի նստել չհաջողվեց, պարոն Եղոյան։ Դե ես դու գիտեք էլի իմ վերաբերմունքը ձևակերպմանն է, էլի։ Չգիտեմ։ Դե պետությունը կարող է 10 աթոռի նստի, ոչ միայն կարող է, այլև պիտի 10, 20, ռուսական կողմը փակեց 1000 աթոռիների վրա պետքա պետությունը հենված լինի, որովհետև եթե պետությունը 1 աթոռի վրա նստած լինի, մեծ կլինի հավանականություն, որ այդ 1 աթոռը տակից քաշես կընկնի պետությունը, չի կարող պետությունը 1 թելով կապված լինել, 1 աթոռի վրա նստած լինել, 1 ճանապարհի վրա հույսը միշտ դնել եւ հետաքրքիր է գիտեք որ այս զարգացումները տեղի են ունենում հունիսի 7-ի ընտրություններից հետո ներողություն եմ խնդրում ինչ է ստացվում եթե այսպես բաց հրապարակային փաստերին հետ առնչվենք Նիկոլ Փաշինյանը հայտնի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ խոսում է ռուսամետ ուժերին, այսպես ասենք, շանս տալու, մասնակցելու մասին, ըստ էության միջնորդում էր նրանց համար քաղաքական աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Ինչ լավ էլ մեջ բերում է հիշում եք։ Անգիր ասցի։ Ես միայն անգիր եմ անում, որպեսզի ձեր նման պատգամավորները ինձ չասեն դու սխալ ես անում։ Այո։ Բաբտի ասեն, այդպիսի լրագրողներ էլ կան, որ անգիր են անում նման բաներ։ Մեջ բերումը ճիշտ արեցիք։ Քաղաքական աշխատանքի հնարավորություն բացել հունիսի 7-ին տեղի ունեցան ընտրություններ եւ ըստ էության, եթե էլի պարզաջրենք, հաղթեց ՔՊ-ն որի պաշտոնական օրակարգում կա ԵՄ-ին անդամակցության, հա, հարցը եւ դուք եք այդ օրենքը ընդունել եւ պարտվեցին այն ուժերը, որոնք
Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից են, խորացման կողմնակից են, ԵՏՄ-ից հապկից դուրս չգալու, ըստ էության դա նշանակում է նաև ԵՄ-ին չանդամակցելու, կողմնակից են, ստացվում է հունիսի 7-ին տեղի ունեցել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի ընտրություն նաև, ճիշտ եմ հասկանում։ Երկու աթոռից բրծանք, հասանք վեկտորին, այլ ավելի աշխարհաքաղաքական։ Դուք փաստերի հետ համաձայն եք, վերջնա տեսեք, արձանագրական հետ հետ ոչ։ Աշխարհաքաղաքական ձևակերպումը կհանեի մեջից, հələ վեկտորը հնկանանք մի քիչ քննարկենք, բայց աշխարհաքաղաքական դա եթե ձեզ թվում է դուք դրանով օգուտ եք տալիս, լավ բան եք ասում, որ աշխարհաքաղաքական պետք չի մեզ աշխարհաքաղաքականություն, չէ, մեզ պետք չի աշխարհաքաղաքականություն խաղալ, մեզ պետք չի աշխարհաքաղաքականություն խաղալ, աշխարհաքաղաքականությամբ թող զբաղվեն խոշորները, ովքեր ունեն այդքան ռեսուրս այդ մասշտաբի, այդ մասշտաբի խաղանելու համար։ Վեկտորը բան եղավ։ Այ դա ուրիշ, այ զարգացման վեկտոր, զարգացման, հա, լավ ձև, այ զարգացման վեկտոր կարող ենք ասել, այո, զարգացման վեկտոր, առևտրի, չգիտեմ, վեկտոր, արժեքների, բայց ինչու եք խոսապում ասել, որ դա նաև քաղաքական ապագայի մասին։ Նաև քաղաքական, բայց դուք ասում եք աշխարհաքաղաքական, նշանակում է աշխարհաքաղաքականությունը գեոգրաֆիչеская политика, այլ այսինքն նշանակում է մեր աշխարհագրական դիրքի խաթրը այս ամեն ինչը աշխարհագրական դիրքով պայման, բայց մենք տեսնում ենք մեր աշխարհում տարբեր աշխարհագրական նույն աշխարհագրական դիրք ունեցող տարբեր պետությունների հետ հարաբերությունները շատ տարբեր են։ Այսինքն այստեղ ես չէի ցանկանա մեզ գիտեք ոնց հարցը այդքան ֆիզիկական դաշտ տանել, այդ աստիճանի ֆիզիկական դաշտ տան, որ որ ստեղ ենք, դե որ ճանապարհի հարցն է, դե որ էս ասենց ենք փոխություն չի լինի, այդ ակնհայտ է։ Խոսքը չէ, ես չեմ ուզենա որ մեր արժեքը գնահատվեր միայն որպես ձեր հարցի կոնտեքստում աշխարհագրությունը, որ ստեղ եք, եկեք ձեր հետ աշխարհը։ Չէ, կներեք, բայց դա էլ կա, որովհետև նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը բաց ասում էր, որ Ասիա, Եվրոպա ըստ էության, հա, ես կարող եմ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դա կարող է ասել։ Ինքը հետ եմ ասում։ Ճանապարհների մեջ տեղում եք թող ասի, էլի։ Ինքը թող ասի։ Թողեք ես ցիտեմ։ Եկեք դուք խմբագրեք մեր ձեր բառը։ Ինչպես նշեցիք 450 միլիոնանոց շուկայով եվրոպական միության գործադիր մարմնի ղեկավարն է, ինքը ձևակերպումների շատ մեծ ազատություն ունի։ Հա։ Ինչ է սպասվում ռուսական ինտեգրացիոն միավորներում Հայաստանին, ԵՏՄ, ՀԱՊԿ։ ՀԱՊԿ-ն գիտեք, էլ այնտեղ բան չկա, բայց առանձնահատուկ ՀԱՊԿ գիտեք, ԵԱՏՄ-ն էլ դե sense for գնաց, ինչ ասեմ։ Ամենայն դեպս տեսնում եք, չէ՞, որ բանը ոնց են ասում, շաբաթը ուրբաթից շուտ է գալիս, չէ՞։ Հիշում եք, այն որ ինձ ասում անդադ ասում եք, բա երբ ասեք։ Երբ է ուրբաթը գալու, հիմա շաբաթն է եկել, մինչև ուրբաթը։ Բայց որ սա ինչ եմ ասում, նրա համար, որ մենք ժամանակից առաջ չընկնենք երբեք, այդ թվում եւ հիմա։ Այսինքն Կիկոսի մահ չանենք անընդհատ։ Բավորնես, բայսի եւ բայնին է։ Եկեք թույլ տանք Կիկոսը իր հեքիաթով ապրի, խոսքը ԵՏՄ-ում Հայաստանի ապագայի մասն է, երբ որ ռուսական կողմը բաց հայտարարել է, որ դեկտեմբերին, տարեվերջին պետք է քննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը ԵՏՄ-ում, մասնակցության սառեցում, այդպիսի տերմինոլոգիա էր օգտագործվում, կարող է Հայաստանը դուրս գալ ԵՏՄ-ից։ Կարող է, թե դուրս կգա, թե չէ։ Կարող է, իհարկե, հա, հնարավոր է, որ նման հավանական է արդյոք։ Դե, տեսեք, դե վարչապետը պատասխանել է այդ հարցին ու դա ամենաակնհայտ պատասխանն է, այսինքն հիմա ԵԱՏՄ-ն կոնկրետ նպատակների համար է, չէ՞, ստեղծվել։ Եվ կոնկրետ առավելություններ առաջարկելու համար է, չէ՞, ստեղծվել։ Ինչպես որ Եվրամիությունը, ազատ շուկա, ֆինանսների, այդ է իմաստը, մաքսիմում միության իմաստը ո՞րն է։ Դու ունենաս մեկ միասնական ազատ շուկա, ով քո անդամ չի, չունենա այդ միասնական ազատ շուկան, մաքսը վճարի, մաքսով մտնի քո ազատ շուկա, այսինքն լինի քո հետ ավելի ոչ, չէ, քո հետ մրցակցի, ավելի ոչ անհավասար պայմաններում քո հետ անդամի հետ մրցակցի, նույնն էլ Եվրամիությունն է։ Իր անդամների համար ստեղծվում է շատ լավ պայմաններ, ազատ շուկա, մեկ ընդհանուր մաքսային սահման, դրսից բերողը երրորդ երկիրը։ Բայց իմ հարցին էլ կպատասխանեք, էլի հավանական է։ Դե գալիս, ասում եմ հիմա, դե այդ հավանականությունը կախված է նրանից, թե մինչև ինչ աստիճանի այդ ազատությունները կնվազեն։ Եթե այդ ազատությունները նվազեն այն աստիճանի, որ անիմաստ լինի, այլևս որևէ իմաստ չլինի
այդտեղ գտնվելը դա իհարկե կլինի ակնհայտ որոշում, բայց սա վերնագրի համար է, հա, ակնհայտ որոշում կլինի, հա, տենց եք դնելու։ Չէ, ես եթե վերնագրի տարբերակ կհանեմ, որ եթե ԵՏՄ-ում Հայաստանի ազատությունը ես ուղղակի մենք չեմ ուզում էլի պրիմիտիվ, ասենք հնարավոր է թե հնարավոր չի, իհարկե հնարավոր է։ Իհարկե։ ԵՏՄ-ից դուրս գալը, եթե Հայաստանի տնտեսական հնարավորությունները սահմանափակվեն ոչ ընդունելի մոտեցվեն զրոյին, զրոյի մեջ մնանք, զրոյական հնարավորությունը, այն ինչին է պետք զրոյական, բայց տոտալ արգելքներ կիրառեն նկատի։ Դա ես չգիտեմ գործիքները որը կլինեն, բայց կրկնում եմ, այստեղ խոսքը նկատեք, այստեղ խոսքը չի գնում երկկողմ առևտուրի մասին, այստեղ խոսքը չի գնում հարաբերությունները սառեցնելու, երկկողմ հարաբերություն սառեցնելու մասին եւ այլ։ Խոսքը գնում է կոնկրետ ԵԱՏՄ կառույցի մասին, որպես մաքսային միություն։ Կապիտալի, աշխատուժի, ուրեմն ֆինանսների ազատ տեղաշարժի եւ ապրանքների եւ ծառայությունների հայտնի 4 ազատություններն են Եվրամիությունում էլ է նույնը դրա համար է եթե 4 ազատություններից հիմա մեկի մի սեգմենտն է սահմանափակվել 4-ից մեկի մի սեգմենտը դեռ եթե բոլոր 4-ն էլ տոտալ սահմանել պատկերացրեք այդպես մի հատ իրավիճակ ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ կարող է տոտալ 4-ն էլ, այսինքն եւ ֆինանսը, եւ ծառայությունը, եւ աշխատուժը, եւ ապրանքները 100%-ով սահմանափակվեն, դա կնշանակի, դա ինչ կնշանակի, դա կնշանակի, որ ՀԱՏՄ-ն իսկապես չկա։ Դա այդ կնշանակի, որտեվ հիմա մի բանը որ վատ է աշխատում, մի բանը որ ընդհանրապես այն 4 բոլոր 4 նպատակները, որը ինքը պետք է իրականացնի, չանի։ Դες ոնց կլինի։ Պատկերացրեք, դες բան Եվրամիությունում լինի, օրինակ։ Իրա, այն ամենա, ասենք, ընդեղ էլ են, չէ՞ լինում ներքին հազար մի խնդիրներ, գիտեք։ Ասենք, բռնեն, փագեն, ասեն ձեզանից էլ սրանից հետո չբերեք։ Դե ամենածայրահեղ վիճակում Հունգարիայի հետ հարաբերություններն են, բայց բանը դրան չի հասել, հա։ Եվ չէ՞ կարա լինի, որովհետև դա կքանդի այդ միությունը, որովհետև այնտեղ հարցը այդ չի, թե դու ոնց ես վերաբերվում այդ պետության ղեկավարին։ Հարցն է, որ դա արդեն աշխատող համակարգ է։ Արդեն այդ ուղիները կան, դա դու չես կարող քաղաքական որոշմամբ դնել այդ մարմնից մի մաս, կտրել, դա այդտեղ մի բան փոխես Թիթեռնիկի էֆեկտով, կարող է եւ այդ միության այն մյուս ծայրում 1000 ուրիշ բան փոխվի, որովհետեւ այնտեղ դու մի ինչ-որ բան սահմանափակել ես։ Այսինքն դա այդքան այնտեղ այդքան հեշտել չի դեպքը։ Եթե ես ասենք Մեծ Բրիտանիայի դուրս գալուց 10 տարի բանակցում էին։ 10 տարի ամեն դետալը, ամեն ապրանքը, ամեն կարգավորումը հատ 10 տարի հələ ռեֆերենդումը հանրակրվեն եղել էր, հələ մի 5 տարի էլ բանակցեցին հանրակրվեից հետո, նոր Մեծ Բրիտանիան դուրս եկավ։ Հիմա Մեծ Բրիտանիայում ըստ տարբեր հարցումների ԵՄ վերադառնալու կողմնակիցներն ավելի շատ են, որովհետև տնտեսական հետևանքները իրենց համար աշխատուժի աշխատատեղերի ամենահաջողված պատմությունն է, էլի Եվրամիությունը, այտենց հաջողված պատմություն մաքսային միության աշխարհում չի եղել։ Եվ ամենահարուստ ըստ էության տնտեսական մաքսային միությունների մեջ, հա, բայց առանձին պետությունների մեջ չէ, ԱՄՆ-ն, Չինաստանը ավելի հարուստ են։ Կարծեմ երրորդն է կումուլատիվ։ Եթե ես լինեի Վլադիմիր Պուտինը Հայաստանի դեմ պատժամիջոցները կհանեի, որ Եվրամիության շուկա չուղղորդվեին հայկական ապրանքները, արդեն էլ վերջ էլ որոշել, արդեն այսօր եղավ էլի դա արդեն Եվրահանձնաժողովը այդ էի հարցնում, չէ։ Արդեն այդ որոշումը կայացնելու է եւ այսինքն ներկայացվել է էլի նախարարների խորհրդին, չեմ չի թվում որ մերժեն էլի նախարարները, եթե մերժելու լինեն, իրանք մի խոսքով էլի չեն ներկայացնի, էլի։ Նման որոշումներ եւի նախորոք ըմբռնում ունենում են հետո են հրապարակվում։ Հատկապես նման որոշում, սա բացառիկ որոշում է։ Սա նման որոշում լինում է, ասում եմ, իմ հիշելով, իմ հիշողության մեջ մեկ էլ գալիս է Վրաստանի, Մոլդովայի դեպքը սրանից 15 տարի առաջ։ Սա բացառիկ, մենք այն ժամանակ էլ, երբ ես շատ եմ այս մասին խոսել իրենց հետ, երբ ասում էի ինքնավար առևտրային միջոցներ եկեք տվեք բան, իրանք ես պետք է անկեղծ ասեմ, ասենք սրանից մի տարի առաջ, 2 տարի առաջ շատ զգուշ էին խոսում, որ չէ, տենց ոնց կլինի, դա շատ մեծ նման որոշում կայացրին։ Դուք եք քան որովհետև հիմա կարիքը եվրոպական կառույցներում շատ եղել։ Դե ասում եմ, հիմա իրանք այդպես էլ ասում էին դրա պետքա ծայրահեղ անհրաժեշտություն դա լինի, որ նման որոշում։ Հիմա ուրեմն ծայրահեղ անհրաժեշտությունն է արդեն։ Այսինքն իրանք չէին ուզում, որ մենք օգտվենք երկու տեսակի առավելություններից։
եւ այնտեղի բոլոր հիմա որ տեսնում են այնտեղի առավելությունները չկան, դա փոխհատուցում են իրենց առավելություններով։ Եվ դա հնարավոր է այդ դեպքում նաև քաղաքական մակարդակում բացատրել նաև իրենց ժողովրդին, իրենց արտադրողներին, չէ՞ որ մենք ստացվում է։ Նշանակում է Հայաստանի արժեքը Եվրամիության համար բարձր է, որ այսպիսի ոչ ամենօրյա, այդպես որոշումից տեսակ։ Նախորդող են միլիոն հատ որոշում արել։ Բայց ես ուզում եմ դավադրապաշտական մի հարց ուղղել։ Ասեք, այդին բանն է, սիրած ոլորտն է։ Սիրում եք, չէ՞, ստացվում է, որ Պուտինի ասած ապահարզանին Հայաստանի իշխանությունը գնում է, Ռուսաստանի հետ, այսինքն Հայաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է, ասպես ասենք, ռուսական ինտեգրացիոն միավորներից դուրս գալ, Եվրամիությանը նաև այստեղ աշխարհաքաղաքական տարածք տալ, նաև արևմուտքին եւ Եվրամիությունն էլ ասում է դե որ դուք այդպիսի բան կանեք, ես էլ այս ազատ առևտրի ռեժիմն եմ ձեզ համար բացում։ Մենք արդյոք հարցը ավարտեմ գեոպոլիտիկ բախման գոտի չենք դառնա Ռուսաստանի եւ արևմուտքի միջեւ։ Ընկալումներից կախված։ Հիմա թե շատ կրկնեք, այդքան կարող եք կրկնեք, դա դառնա Ես եմ մեղավոր պաստոր։ Հաբով, այսինքն դա ընկալում է, աշխարհը դա ընկալումներից է, մեկը կարող ասես մեկնաբանի, մեկը կարող անենց մեկնաբանի։ Հիմա եթե իրանք Ես կարող եմ դուրս գալ լրագրությունից, եթե դա կփրկի Հայաստանը։ Դե մենակ դուք չեք։ Հիմա դուք ասում եք հիմա տեսեք իրանք պետքա ես օրինակ կուզենայի, որ իրանք ցույց տային, թե որն է իր առավելությունը, չէ՞ որ ով ցույց տա։ Ռուսաստանն է եւ ԵԱՏՄ-ն։ Իրենց հետ լինելու առավելությունը։ ԵԱՏՄ-ում չէ՞ որ ասում են մինչեւ ասենք 2 տարի առաջ այլ խոսույթ է, չէ՞ որ առևտրաշրջանառությունը ես իմ քանի միլիարդի է ասել, 10 միլիարդը անցավ, չէ՞ մի տարի։ Աճում է եւ այլ, այսքան օգուտ, այսքան լավ բարիք էլ որտեղ կարող է լինի, չէ՞, հիշում եք այս բան խոսակցությունները, այսինքն այդ ԵԱՏՄ-ն եւ որևէ մաքսային միություն դրա համար չի որ քեզ վատություն անի, նրա համար որ քեզ լավություն անի։ Այսինքն լավությամբ են գրավում։ Հիմա այդ պետությունները, դուք ասենք Հունգարիան նշեցիք, չէ՞, նախորդ իշխանության օրոք, էլի այնտեղ բազմաթիվ պետություններ կան, բայց ինչի դուրս չեն գալի Եվրամիությունից։ Լեհաստանի հետ էր։ Ինչի դուրս չեն գալիս իրանք Եվրամիությունից։ Որտեղ օգտակար է։ Օգտակար է, առավելություններ է տալիս։ Եվրամիությունը տալիս է անենց առավելություններ, որ բոլոր իրանք վերապահումներն են այդ անդամ պետությունների շատերը շատ վերապահումներ ունեն, սա գիտեք, սա շատ չի խոսվում, բայց հազարում մի հարց, միգրացիայի հարցով, ուրեմն մրցակցային որոշակի հարցերով եւ այլ, սա չխորանամ էլի, բայց այդ ամբողջը, երբ որ դնում ենք նժարի մի թևին եւ այն մյուս թևին դնում ենք առավելությունները, մեկը առավելությունները ավելի ծանր են։ Այդ բոլոր հետ բանը սոցիալիստական պետությունները չէին ունենա այս թրիչքաձև, ասենք Լեհաստանը տրիլիոնը անցավ Լեհաստանի հնան, հեսա մեծ 20-յակ է մտնում, բնականաբար առանց Եվրամիություն դա հնարավոր չէ լինի, անհնար կլիներ, եթե իրանք սովորական մաքսով առևտուր անեն, իրանք տարբեր հարևանների։ Պարոն Եղան, Եվրամիության հետ մեր հարաբերությունները քաղաքական, չգիտեմ, ժողովրդավարության, մարդու իրավունքների, դրանք այսպես մի քանի քայլ առաջ են եղել տնտեսությունից, կհամաձայնվեք։ Հիմա տնտեսությունը Հեսա հետևից գալիս է, էլի։ Ուզում եմ ասել գալիս հասնում է դրան, բայց եկեք դա էլ չասենք։ Բայց այն էլ առաջ գնում է։ Հիմա պոզիտիվ, այսպես ասենք, զարգացում կա նաև տնտեսության առումով։ Իհարկե սա եկեք նաև սա ինչ որ դուք ասացիք, որ ժամանակ է տրվում նաև տնտեսվարողներին, որ եկեք համապատասխանեք։ Այո, եկեք մեր շուկա, բայց նաև գնացեք եւ համապատասխանեք մեր ստանդարտներին։ Հաջորդ քայլը երկու քայլ արդյոք կարող եք դիտարկել անդամության տեխնացուի հայտ ներկայացնել, չասեն անդամ դառնալ, հանկարծ մարդիկ չշփոթեն, զուտ ֆորմալ հայտ ներկայացնել։ Բայց էս էլ էլի հայտ։ Ախր այդ հայտ չի սա։ Չէ, ես ալեգորիկ եմ էլի ասում։ Ես ուզում ես կոնկրետ եմ ասում, պարոն Եղոյան, հայտ ներկայացնելու։ Սենց բաներով է լինում էլի, սենց է լինում էլի։ Դա այդ հայտ ներկայացնելը, այդ գիտեք ինչի նման է, այդ Այս քայլերով է լինում։ Չէ, բայց դուք ինձ ֆռսնում եք, պարոն Եղոյան։ Ուրիշ բան անեկդոտ հիշեցի, բայց պետք չի։ Չէ, դուք ուզում եք շրջանցել իմ հարցը։ Չեմ շրջանցում, ես ուզում ասել, որ հայտ ներկայացնել։ Քիչ հետո կարող եք ասել, դե մենք ԵՄ անդամ ենք արդեն, բան։ Ես ուզում եմ ասել քաղաքականությունն էլ է տենց լինում, բանթամությունն էլ է տենց լինում։ Քաղաքական քայլի մասն է, Հայաստանի Հանրապետության քաղաքական քայլը գետնի վրա պետք է լինի, թե օդում։ Եթե գետնի վրա է, սենց է լինում։ Քայլերի տրամաբանական
հաջորդականությամբ է, չէ՞ լինում։ Հայտ հայ ներկայացնեք, հարց չկա, ուզում եք վաղ գերեք, տոն ներկայացնեք։ Հետո ես չեմ հասկանում այդ հարցի բանը, ես անկեղծորեն չեմ հասկանում։ Չէ, բայց դուք ընդունեցիք, կներեք, որ քաղաքական եւ այլ հարցեր, ժողովրդավարություն եւ այլն։ Սա էլ է քաղաքական։ Մի րոպե, էլի։ Քաղաքականի բերած տնտեսական հարցերը, որոնք ամենադժվարամատչելի եւ մարսելի հարցերն են, այսինքն դու չես կարող մի միության մեջ մտնել, որտեղ չկարողանաս ապրանք վաճառել, հա, մեզ այդպես չէին ընդունի բարեկամներ։ Հիմա իրենք, այսպես ասենք, ասում են, լավ, եկեք ձեր ապրանքները վաճառեք, գնացեք ստանդարտներ համապատասխան։ Այսինքն դժվար որոշումը ըստ էության Հայաստանի մասով կայացված է տնտեսության առումը, այս պայդրությամբ, ճիշտ ենք ասում։ Դե շատ բնական կլիներ նաև քաղաքական, այսպես ասենք, քայլը արվեր անդամության տեխնացուի հայտ ներկայացնելու։ Հա, բայց դա շատ տրամաբանական կլինի, երբ որ այս մի քայլի հետևանքները մենք արդեն տեսնենք, մեր հասարակությունը տեսնի, տնտեսական, ձեր ասած, գիծը հասնի քաղաքական գծի հաջողություններին, տեսնենք արդեն հասել է, քաղաքականը մի քայլ էլ առաջ տանք։ Եթե ես այդ նյարդը չեմ հասկանում, էլի, ես չգիտեմ, ինչ եք դա անընդհատ դուք բանանում, չէ, ուզում եմ ասել, ես տպավորությունա ոնց որ ես եմ խանգարում, ու դա բերեք ստորագրել, հայտը բերեք տալիս, ես եմ ստորագրել, տալ, հենց վաղը վարչապետին խնդրեմ, որ գրի ուղարկի, հա հետո։ Դուք չեք խոսում Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահի հետ։ Չէ, տպավորությունա, ոնց որ ասում եմ կարող է հաջորդ, գիտեք, ոնց որ դրան ոնց որ դա որ լինի հետևից 5 հատ ուրիշ փոփոխություն է լինելու ու այդ հայտը չի լինի։ Ասում եմ հնարավոր է հաջորդ քայլը դա լինի, մի բարգացեք, այդ հնարավոր է, ծանր մի տարեք, հնարավոր է։ Եթե տնտեսությունը մարտի ամսին, ոչ օգոստոս ամսին, ոչ սեպտեմբեր ամսին։ Դուք միտումնավոր ծայրահեղացնում եք, որ իմ հարցը շեղեք։ Ես ասում եմ Բա վերջը դա պետք է լինի, էլի, բայ ուր պետք է գնա, բայց վեր օրենք ենք ընդունել, որ պետքա Եվրամիության անդամության ուղին վերցնենք։ Օրենքա դա արդեն։ Հիմա դուք հարցնում եք օրենքով եք շարժվելու, թե օրենքով չեք շարժվելու։ Իհարկե օրենքով ենք շարժվելու։ Ես չեմ ասում 1 ամսից, կես տարուց, 1 տարուց, 2 տարուց, 8 ամսից, ես ասում եմ, ես այսինքն անպատասխանատվություն կլինի իմ կողմից, ասել այ հաջորդ ամիս ինչի չեք հայտ ներկայացում։ Հասկանալի է, տնտեսություն պետք է գահացնի, Ռուսաստանի հետ հարաբերություններ կան, ազատ վիզա մենք նույնիսկ չունենք։ Ռուսաստանի հետ լինի էլ չլինի էլ այդ կապ չունի, այս հայտի հետ դա կապ չունի։ Դու պետքա հաստես այդ մակարդակին։ Հիմա ասոցիացիան համաձայնագիրը մենք չունենք, հայտ ուր տանք։ Ինչի՞ չեք հարցնում, ասոցիացիան համաձայնագիր ստորագրելու եք թե չէ։ Այ ինչի՞ չենք վերաբանակցում։ Պիտի անենք, եթե այդ հարցնեք, այդ պիտի անենք առաջինը։ Հիմա այդ հարցնում եք 3 աստիճան վերև թռնելու եք, չէ, հերթով պիտի անենք, ու թռնենք։ Լավ, իսկ հələ ազատ առևտրի համաձայնագիր չունենք։ Հələ նոր ATM են մեզ տվել։ Նոր տալու է։ Հնարավոր է վերաբանակցվի։ Պիտի վերաբանակցենք։ Այդ է մեր ապագան, այդ է մեր ճանապարհը։ Այո, եթե դուք ուզում եք դինամիկա հասկանալ, դուք ինչ եք թռնում 5 քայլ առաջ։ Ասեք, այդ կլինի ճիշտ հարցը, ասոցիացիան համաձայնագիր վերաբանակցվելու է թե ոչ։ Թե ոչ, եթե ինձ եք հարցնում, այո, պիտի վերաբանակցվի եւ պիտի ստորագրվի Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագիր։ Այո, ներառյալ ազատ առևտրի համաձայնագիր, այո, որովհետեւ դա այն է, ինչ ասում է մեր անցած տարի ընդունած օրենքը։ Ուղղակի չի ասում, բայց միտքը դա է։ Եթե դու գնում ես, այո, եթե դու գնում ես այդ ճանապարհով, այդ ճանապարհը անցնում ես ասոցիացիան համաձայնագրով բոլոր տեխնացուները, այսօրվա ձեր իմացած բոլոր տեխնացու պետությունները, բոլորը տեխնացության հայտ տալուց առաջ ստորագրել են ասոցիացիան համաձայնագիր։ Բոլորը։ Որովհետև դա ինստիտուցիոնալ հարաբերությունների հաստատում է։ Հիմա ոչ, որովհետև դա ստեղծում է գետնի վրա կապեր, որոնք մոտեցնում են այդ պետությանը Եվրամիության հետ եւ մոտենալուց հետո դու արդեն կարողանում ես հաջորդ մոտեցնող քայլ անել, հետո հաջորդը։ Շատ տրամաբանական, շատ բարձ բան։ Պետք չի շատ։ Ես հասկանում եմ, որ դուք էմոցիոնալ եք։ Չէ, գիտեք էմոցիան ինչից է, որտեղ ձեր հարցի ենթատեքստը էն է, որ հայտը տվեք, որ արագանա process-ը։ Հայտը չի արագացնում process-ը։ Process-ի արագացումն է բերում հայտի, ոչ թե հայտն արագացնում։ Հարցնում եմ եւ ուզում եմ հասկանալ քայլերի հաջորդականությունը, քայլերի հաջորդականությունը ATM-ը ստացել ենք։ Ինքնավար առևտրային միջոցներ հեսա կստանանք նախադեպի աշխատում ենք օր ու գիշեր տնտեսվարողների հետ, արտադրողների հետ, այնտեղ մեր դեսպանությունները, մասնավորը մասնավորի հետ, պետությունը պետության հետ, պետությունը մասնավորի հետ, բոլոր աշխատում ենք, գտնում ենք այդ շուկաները հնարավորինս շատ ապրանք ենք արտանում, շատ
առևտուրը հասցնում են 20, հետո 25, հետո 30, հետո 30, հետո 40%-ի ենք հասնում Եվրամիության հետ։ Առևտուրը հասնում է 40%, եւ որ հասավ 40%-ի, դուք էլ այս հարցը ինձ էլ չեք տա։ Արդեն այնքան բան փոխված կլինի այս երկրում, որ էլ չեք ասի, բա հայտը երբ եք տալու։ Արդեն կասեք, բա ոնց ենք հասցնում, չգիտեմ, 50%-ի, բա ոնց ենք, չգիտեմ, այսինչ ընկերության ներկայացուցչությունը բերում Եվրամիությունից գլխամաս բացի, արդեն այդ բանի հետևից դուք արդեն ավտոմատ կգա հետևից։ Ճիշտ եք ասում, այսպես իրական դաշտը ավելի կարևոր է, բայց հայտի ներկայացումը դա քաղաքական որոշման հարց է, քաղաքական կողմնորոշման հարց է նաև պարոն ասածս դա եւ դա օրենքի չկա ընդունած օրենքի չափով։ Այսինքն մի ամբողջ ազգային ժողով դել օրենք ընդունել։ Դա ձեզ համար քաղաքական ժեստ կամ քաղաքական դիրքորոշում կամ մեսիջ չի, օրենքը, պետական օրենքը։ Հայտը, որ ուղղակի կառավարությունը կարա թղթի վրա գրի ուղղակի, այդ հայտը գնա։ Ռուսաստանի հետ հարաբերությունների շտկման եւ խմբագրման պետք է բերի մեխանիկորեն հայտ ներկայացնել, ասածս դա է, այսինքն դա միակողմանի հարց չէ, այսպես տեխնիկական աչորսի վրա հայտ ներկայացնել գրելը չի էլ, այսինքն մենք պետք է նաեւ այն ուղղությամբ հետևանքներին առնչվելուն պետք է պատրաստ լինենք, ասածս դա է։ Իսկ կլինի մի հատ այս հետևանքներին առնչվենք, հաղթահարենք, նոր անցնենք այն մյուս հետևանքներին առնչվելուն, կարելի է։ Նիկոլ Փաշինյանը այսօր մեր հարցին պատասխանելով ասաց, որ սեպտեմբերի 3-ի կրկնություն չի լինի։ Ինչ է դա նշանակում այսօրվա համատեքստում։ Դա ձեր ասացի պատասխանն է, էլի, որ մի անհանգստացեք։ Եթե ձեզ թվում է պետք է ես ձեզ մի բան ասեմ, էլի, ես ձեզ մի բան ասեմ, անուններ չտանք։ Դուք տեսնում եք, այսօր բազմաթիվ տեխնացու պետություններ կան։ Հայտը տվել է, տեխնացության կարգավիճակներ ստացել են մոտներն է ամեն ինչ եւ բոլորը նույն մակարդակի հարաբերություններն են Եվրամիության հետ։ Այդ եթե ձեր կոնտեքստը, այդ ենթատեքստը ավելի ճիշտ այն էր, որ դե շուշուտանք, որ անդառնալի ելնի։ Դե շուշուտ էլի անդառնալի չի։ Էլի անդառնալի չի։ Հայտից հետո էլ անդառնալի չի։ Դուք ինձ վերագրում եք բան, որը ես չեմ ասել։ Չէ, ասում եք դե Նիկոլ Փաշինյանն ասեց սեպտեմբերի 3 չի լինելու, ես դա կապեցի ձեր նախորդ հարցին։ Դե որ շուշուտանք, որ շուշուտ ավելի մեծ հավանականությամբ բացառենք։ Պրոցեսները միշտ վտանգավոր են։ Հա, բացառենք։ Էլի չես, այսինքն 10 տարի, 20 տարի ես դա համար պետքա ինստիտուցիոնալ, այստեղ արդեն ձեր ասած ինստիտուցիոնալ կապեր ստեղծի, որ դա օգտակար լինի, դա օգուտ լինի, ոչ թե միայն կախված լինի կառավարության քաղաքական կամքից, այլ դա ժողովրդի մեծամասնության համար լինի օգտակար, ժողովրդի մեծամասնությունը միշտ ընտրի իրենց կառավարություն, որը այդ գիծը կպահի, որովհետև դա կհամարի ավելի օգտակար իր համար, քան այդ գծից հրաժարվելը։ Իսկ դրա հիմքերը հիմա են դրվում, անցած տարի են դրվել, 2 տարի առաջ են դրվել, այս գործողությամբ է դրվում։ Հիմա է դրվում դրա հիմքը։ Այն աջակցությունը հիմա տեսակ, օրինակ եվրոպական ուղղությունն է խոսում, բայց նաև եվրոպական միության աջակցությամբ այսօր մենք Սինգապուր ենք արտահանում գյուղմթերքներ։ Եվրոպական միության աջակցությամբ Սինգապուր։ Այսի քայլ չի, քանի մարդ է այդ գործով զբաղվում։ Այդ գործը կլինի, մի 100 մարդ կլինի այդտեղ ներգրավված։ Կոնկրետ պատմություն է, որը լուսաբանվում է հրապարակային, քանիսը տեսան չի լուսաբանվում կամ լուսաբանվում է, բայց այդ նյուանսները չեք տեսնում։ Ազդեցությունը կոնկրետ մարդկանց, կոնկրետ ընտանիքների, կոնկրետ աշխատողների վրա հələ չեք կարող չափել, հա, այսինքն սա է, եվրոպական ինտեգրացիան դա է։ Ոչ թե որ դա թղթստորագրի կողակի շուշ։ Ռուսական սպառնալիքները հակառակի էֆեկտն ունեցան, ոչ թե Հայաստանին քաղաքականապես ենթարկեցրին Մոսկվայի արտաքին քաղաքականության տրամաբանությանը, այլև ավելի հեռու մղեցին Ռուսաստանից։ Այսինքն Հայաստան ոչ թե գնում է ենթարկվելու եւ բելարուսացման ճանապարհով, այլ փնտրում է այլ ընտրանքներ եւ կան փաստորեն գործընկերներ, որոնք ասում են դուք կարող եք չբելարուսանալ, ճիշտ եմ հասկանում։ Զուտ տրամաբանությունը։ Ձեր ձևակերպումից որոշ բառեր հանած, միտքը այն է, որ մենք կնախընտրեինք խոսել օգուտներից, ոչ թե վնասներից։ Մենք արդեն այդ փուլում ենք գտնվում, մեր պետությունը այդ փուլում է գտնվում, որ գնում է ոչ թե վնասներից վախենալու ճանապարհով, այլ օգուտները մաքսիմալացնելու ճանապարհով, օգուտի լեզվով, առավելության լեզվով, ընկերության լեզվով, ընկերություն առաջարկելու լեզվով, ոչ թե թշնա
բանկի կամ բանից։ Դա ճշտամակը պարզ է, որ Երևանից չի գնացել, ուղղակի չէ, նկատի ունեմ, այսինքն հանդուրժել ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունը եւ վերջնաժամկետ են դրել, ըստ էության հարակվե արեք եւ ապահարզան եւ այսօր ասում ենք այդքան ԵԱՏՄ, Ղազախստան Եվրամիություն հարաբերությունները, նայում եք։ Բայց նրանք օրենք չեն ընդունել ԵՄ-ին անվան։ Այսինքն դա այդ ձեր ասած հայտնա է, էլի։ Հա, այդ ձեր ասած։ Ռուսաստանն ասում է գալիս եք մեզ վրա վաճառում եք ձեր ապրանքները Հարստանում։ Ղազախստանն էլ է, Ղազախստանը շատ ակտիվ, հեսա տեսեք եվրոպական ստանդարտներն են։ Հեսա նայեք, հələ մենք կարող է հələ Ղազախստանի հետևից հələ մի քիչ էլ ավելի արագ գնալու կարիք ունենք։ Փուրն եք տալիս Ղազախստան։ Չէ, դե որտեվ հիմա ասենք, տեսեք, կա չէ դա։ Դա կա։ Բայց հանդուրժում են, էլի, եւ Ադրբեջանի պարագայում են հանդուրժում։ Տեսեք, Ադրբեջանը այդքան հələ Եվրամիությանը գազ վաճառեց, փոխարինելով ռուսական գազը, մինչդեռ Ռուսաստանը Եվրամիության գազը փակել էր պատժողական նպատակներով։ Փոխարինելով, հա չէ։ Դե լավ, վերավաճառեց ռուսական գազը Եվրամիությանը։ Չէ, դեռ իրանց շահերը համընկնում են, այդտեղ հասկանում են, բայց օրինակ Ղազախստանի դեպքում հիմա իրանք շատ ակտիվ համագործակցում են, խորացնում են հարաբերությունները։ Ես չէ՞ որ ասում եմ, բա իրանց ինչի չեք ասում։ Ուզում եմ ասեմ, որ խոսակցության տոնը ընդհանրապես արժի փոխել դեպի դրական տոնի մեջ նայել։ Չէ, ռուսական քաղաքականությունը այդպես կամ ստրուկես, հա, կամ հիմա բնորոշումներ եք տալիս, դա այդպես է, եթե անկեղծ ասենք, այդպես։ Իրենք կներեք միջին պետություն չկա, որի հետ գործընկերություն են չեն կարող ասել։ Ես կասեմ։ Դե դուք ամեն ինչ անկեղծ։ Համ ասում եք ստեղծված խնդիրները ոնց եք լուծելու, համ ասում եք կարաք մի հատ նոր խնդրեմ ստեղծեք, դրանք հետո դրանք ոնց եք լուծելու։ Լավ, ներքաղաքական մի քանի հարց շատ արագ էլի փորձենք դրանց վրա անցնել։ Ալեն Սիմոնյանը արժանախագահ չի լինի եւ падգամավոր չի դառնա, ՔՊ-ում ներքին լարումներ են, արդյոք սա ՔՊ-ի փլուզման չի բերի, չգիտեմ, ինչ որ դուք էլ չընտրվեցիք այո, ներքին այսպես դե Ալեն Սիմոնյանը ամեն դեպքում կարկառուն ՔՊ-ական էր, հիմա ստացվում է արժե չի գնա։ Հիմա կարկառուն ՔՊ-ական, այսինքն то есть բայց դուրս է մնում ինստիտուցիոնալ քաղաքական դաշտից չի գնում։ Առաջադրվել էին տեխնացուներ, ընտրվել է մեկը, այսինքն ինչ դրամա կա այդտեղ, ես չեմ հասկանում։ Ձեզ համար կորուստ չի նրա արժե նախագահ չդառնալ կամ արժե չգնալ ընդհանրապես։ Տեխնացուներ են առաջադրվել, ասենք, գիտեք, հարցը տես չեն ձեռնարկել։ Ինքը շատ լավ ազգային ժողովի նախագահ եղել, շատ դժվար ժամանակներում Եվ չգնահատեցիք նրան եւ լավ կառավարական։ Դրանք գնահատականներ են, գիտեք, ախր գնահատական, եթե դուք հարցին նայում եք որպես մրցաշար, որտեղ վերջում մեդալներ են տալիս, կարող եք այտենց, բայց գնահատը 5 տարի եղել է, այսինքն էլի կարող է լինել, պարոն Ռուբինյանն էլ կարող է լինել, այսինքն որևէ ես այդտեղ բան չեմ, ես այդտեղ zero sum game չի, էլի որ ասես, կամ ասենք սա ներքին լարումների բացահայտում չի ԿՊ-ի ներսում, պարոն Եղայան ամեն դեպքում։ Դե եթե տեսնայիք ամեն ինչի մասին, ամեն ինչի, հիմա որ նախարարի տեխնացուներ են լինում, փոխվարչապետի տեխնացուներ, չգիտեմ, հիմա հանձնաժողովների նախագահներին պետք է եւ արդյոք ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Հա, մոտ երկու տեղա տեխնացու 5 տեխնացու մանդատ վերցնելու եք որ ձեզ ԱԺ փոխնախագահի պաշտոնը ավելի չէ պարոն Սիմոնյանի պարագայում բնականաբար պաշտոնը շատ բարձր է ազգային ժողովի նախագահի վերադառնալ падգամավոր պաշտոնը մի քիչ տարբերվում է էլի իմ դեպքում ես չեմ եղել ԱԺ փոխոսնակ ես հավակնում էի Դե հիմա որ դուք հանձնաժողովի նախագահ չլինեք, մանդատը չեք վերցնի։ Չէ, վերցնելու, ոչ չէ։ Կվերցնեք։ Չէ, դե իհարկե։ Լսեք, ես չգիտեմ, էլի դուք հավատում եք թե չէ, բայց ինձ համար եւ իմ իմացած շատ մարդկանց համար դա չի հարցը։ Այնպես չի էլի որ դա ինչ որ էլի եմ ասում օլիմպիադայում դեղել մեդալներ են, ոսկի մեդալն այն էլ բայց ստատուս է քաղաքական, հիմա հասկանում եմ, բայց քաղաքական ստատուսի հարցը։ Դե ստատուսը միշտ մնալու է պարոն Սիմոնյանի հետ, վերջ, ստատուսը կա, ստատուսի հենց ոչ մեկ չի վերցնում։ Եթե ստատուսից ենք խոսում, նման բարձր պաշտոնների դեպքում։ Դե ԱԺ նախագահից հետո իջնել դահլիճում նստել եւ վարչապետ ազգային ժողովի նախագահ իրանց այդ ստատուսը միշտ մնում է իրանց։ Չէ, ամբիոնից իջնել նստել որպես падգամավոր եւի կոմպլեքս է առաջացնում, բայց ես պարոն Սիմոնյանին քաղաքական ավանդույթ է, հիմա ասենք պետք չի այդքան բզբզալ պետք չի ԿՊ-ի ներսում ճաքեր չտալու համար։ Ճաքի հարցը չի, դա գիտեք ոնց, դա շատ նուրբ հարցեր են դրանք։
մի տեղ է, մի քանի տեխնացու, երկու տեղ է ավելի շատ տեխնացու։ Հիմա ամեն տես նշանակումից հետո կարող եք ասել, բայն մյուսը, հիմա բայն մյուսը ոնց, ասա պրոբլեմա, Իդքան նախարարը որ փոխվեց, ինչի՞ բա չեք հարցնում կամ փոխվարչապետը փոխվեցին։ Դրանք Թորոսյանը նախարարից հետո եկավ օրինակ, եկավ մեր հանձնաժողով, չէ, մեր հանձնաժողով եկավ։ Հա, ձեր եկավ ճիշտ է։ Մեր Եվրոինտեգրման հանձնաժողովի անդամ էր, ոչ մի հանձնաժողովի նախագահ էլ սկզբից էլի, հանձնաժողովի նախագահ էլ չէր։ Պատգամավոր էր, այսինքն աշխարհը փուլ եկավ դրանից։ Հետո գնաց չուներ փաստորեն։ Լավ, բարիերներ չուներ, այդպես ներքին ստացվում է։ Չէ, դա այնտեղ նոր բան եղավ է, ախր նոր ընտրություններ եղան, ինքը մինչև այդ արդեն հրաժարական է, այսօր նոր մանդատ էր, եկավ օրեսդիր բան, հասկացանք այս թեմա կայության ցենզով ընտրության իրավունքից զրկել են քաղաքացիներին ստացվում է։ Էլի զրկել են։ Ովքեր ոչ մեկի ոչ մեկ չի զրկվել։ օր Այլ չեն բնակվի Հայաստանում։ Սա հակասահմանադրական չի լինի, եթե այդպես կասկածներ կան, դա պետք է սահմանադրական դատարան ասի։ Ես սահմանադրականություն որոշող մարդ չեմ։ Ես այդ պաշտոնյան չեմ, որ նպատակը, պարոն Եղոյան, կարող է լեգիտիմ լինել իրապես, այսինքն ուղղորդված քվեարկություններ օտար պետությունների ձեռքով թույլ չտալու, ընդ որում կարևոր չի այս ընտրությունների համատեքստը լինի ռուսական, թե ընտրություն, այս պետություն, թե եկեք նաև դիտորդական տարբեր կազմակերպություններ բարձրացնում են, որ հակասահմանադրականության խնդիր կարող է լինել, սահմանադրության 41-րդ կարող են ուղարկել սահմանադրական դատարան թողնային։ Լուծումը դուք դա եք տեսնում, եթե ոչ թե ես եմ դա տեսնում, օրենսդրությունն է դա տեսնում, ուրիշ ես հիմա ասենք հիմա ես ասեմ sense կամ նենց ինչ է փոխվելու։ Եթե այդ մարմինն է որոշում սահմանադրական, չէ, ընդունվելու է թե չէ, ես եմ որոշում նաև։ Կողմ քվեարկելու եք, եթե այդ օրենքը նախագիծը գա։ Եկել է արդեն այսօր են քննարկում։ Հեսա հենց հիմա գնալու եմ, ստեղից գնալու եմ եւ կողմ քվեարկեմ։ Հա, մի կես ժամից գնալու եմ կողմ քվեարկեմ։ Կհետևենք դրա զարգացումները, շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արման Եղոյանին։